ըստ էության այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Եվ այս առիթը օգտագործելով ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասեմ, ընդհանրապես մեզանում տենց մի ընկալում կա, տենց երբեմն չձևակերպվող, բայց հաճախ նաեւ շատ ձևակերպվող, որ գիտեք, դե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, դե այնտեղ ընտանեկան արժեքները մեր մոտ են, դե այնտեղ լրիվ բան այլասերված, ոչ բան արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասա հենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Պարզվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք, ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մի հատ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտություն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, ել չեմ ասում նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ վայ, գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետք է նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Ժամանակ ա եղել, որ կովերնել են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։ Եվ ես ներողություն եմ խնդրում, բայց սենց բաներ կա, ես հասկանում եմ, պետք է խոսալ սենց բաների մասին, որովհետև ընդհանուր քաղաքական մշակութային մակարդակում մեկ էլ բաներ են հնչում, որ կարելի է նույնիսկ խելագարվել։ Դա աղքատության արտահայտություն է։ Լավ բան չկա նրանում, որ մի քանի ընտանիք իրար հետ նույն տեղն են ապրում։ Օգտվում են նույն ենթակառուցվածքներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա աղքատության ցուցանիշ է, դա աղքատության արտահայտություն է։ Եվ լավ է, որ հիմա երկիրը զարգանում այն տրամաբանությամբ, որ մարդիկ հնարավորություն ունեն աշխատել, կանայք հնարավորություն ունեն, տղամարդիկ հնարավորություն ունեն, երիտասարդ ընտանիքներ հնարավորություն ունեն իրանց համար բնակարան ձեռք բերել եւ ապրել առանձին եւ նույնքան երբեմն ավելի շատ սիրել իրենց մյուս հարազատներին եւ ավելի լավ կապերով կապված մնալ մյուս հարազատների հետ։ Բայց ելի եմ ասում, ես ինչի եմ սրա մասին ասում, որտեղ սրա մասին պետք է ասել։ Որտեղ երբեմն տպավորություն է, որ մենք էլի նայում ենք ու չենք տեսնում։ Մենք անդադ նայում ու չենք տեսնում։ Փորձ է արվում ասել, որ երիտասարդ ընտանիքը, որ հնարավորություն ունի բնակարան կամ երեխան, ինչի ընտանիքը։ Հասուն մարդը, Ժորժ ջան, կներեք, հասուն մարդը ինչի պետք է իր ծնողի հետ ապրի, կարաք մի հատ բացատրեք։ Կամ ինչու չի կարող, լավ ուզում ապրի, դա ընտրության հարց է, որ ոչ մեկ չի կարող բան անել։ Ոչ մեկ չի կարող ասել սենց արա կամ նենց արա, բայց ասել, որ սա ավանդույթ է, նա ավանդույթ չի, դա ճիշտ բան չի։ Դա ճիշտ բան չի։ Մարդկանց պետք է թողել ազատ իրանց ընտրության։ Թողել ազատ իրանց ընտրության, ով ոնց ուզում է, թող ապրի։ Մեկ ուզում է առանձին ապրի, թող առանձին ապրի, մեկ ուզում է միասին ապրի, թող միասին ապրի, բայց ես նկատի ունեմ այդ ավանդույթը, որ մենք այս process-ները մեզ ավանդույթներից հեռացնում են, բացարձակապես այդպես չի, ընդհակառակը ավելի ամրացնում են։ Ավելի ամրացնում են, եւ ես կարծում եմ, որ սա պետք է ընդգծել։ Եվ
ի վերջո շեշտը եւ առանցքը ազատությունն է մարդու, թե իրան ոնց է ավելի կոմֆորտ ապրել։ Եվ այդ թվում մենք պետք է ի վիճակի լինենք երեխաներին պաշտպանել որոշակի իրավիճակներում եւ շատ ավելի լավ է որ դա անի համայնքը, քան թե կառավարությունը, որովհետեւ համայնքը ինքը իրեն ավելի լավ է ճանաչում։ Համայնքը ինքը իրեն ավելի լավ գիտի եւ նրբությունները, հարաբերությունները եւ ի վերջո համայնքը անհատի նկատմամբ կարող է ավելի հոգատար լինել, քան կարող է հոգատար լինել կառավարությունը, որը զուտ ֆիզիկապես շատ ավելի հեռու է։ Համեցի։ Պարոն վարչապետ, համայնքի դերի շեշտման համատեքստում ասեմ, որ եթե օրինակ հիմա համայնքներում մենք ունենք սոցիալական աշխատողներ եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, երբ որ համայնքների միավորման նախագիծներ իրականացնում, յուրաքանչյուր 5000 բնակչի հաշվով մեկ սոցիալական աշխատող կա նախատեսված, նաև որոշակի միջազգային փորձ կա ուսումնասիրված այս մասով, եւ ըստ էության այդ սոցիալական աշխատողներն իրականացնում են այն գործառույթները սոցիալական պաշտպանության ոլորտի, որը որ սահմանվում է համայնքի։ Հիմա մենք մեր այս օրենքով նաև ասում ենք, որ պետք է համայնքներում լինեն եւս մեկ սոցիալական աշխատողներ, կրկին 5000, բայց երեխայի հաշվարկով, որոնց գործառույթը միայն պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվելը, կանխարգելելը եւ ըստ անհրաժեշտության շատ օպերատիվ մյուս գերատեսչությունների հետ կոմունիկացնել, եթե կլինեն հատկապես այսպես թիրախային գոտում գտնվող երեխաներ եւ ռիսկեր։ Եվ մյուսը խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներն են, որոնք որ առանցքային դերակատարություն ունեն որոշում կայացնելու երեխայի լավագույն շահից ելնելով օրինակ ծնողներից առանձնացնելու եւ ըստ անհրաժեշտության ընտանիքին մոտ միջավայրում կամ խնամքի հաստատություն փոխարինելու։ Այստեղ շատ կարեւոր է, որ մենք ունենանք նաև որ կամավորության սկզբունքով են ձևավորում այդ հանձնաժողովները, ունենանք խիստ պրոֆեսիոնալ մարդիկ, որտեղ այդտեղ շատ զգայուն հարցեր կան երեխաների իրավունքների հետ կապված, եւ ըստ էության մենք հիմա կարգավորում ենք բոլոր այս պրոֆեսիոնալ համայնքների հետ աշխատանքով, որպեսզի այս առաջիկայում արդեն երբ որ օրենքից հետո բխող ենթահորիզոնական ակտեր եւ ազգային ժողովում կքննարկենք առաջիկայում փուլային տարբերակով կանցնի, վստահ լինենք, որ մեր համայնքներում մենք ունենք պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ զբաղվելու են երեխաների իրավունքների պաշտպանությամբ։ Դե դա էլ հաջորդ ամենամեծ մարտահրավերն է, որովհետեւ հա մեխանիզմ, բայց մենք պետք է նաեւ համոզված լինենք, որ կան անհրաժեշտ կադրեր, ովքեր այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետում են, որովհետև հետ էլ եկեք ասեք, պարոն Մկրտչյան, որ խնամքի հաստատությունները իրանց հետ որոշակի մարտահրավերներ են բերում եւ այդտեղ էլ մենք խնդիրներ ունենք։ Ընդ որում մեծահասակների խնամքի հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ այլ խնդիրներ ունեցող անձանց խնամքի հաստատություններում դեպքեր են բացահայտվել արդեն որ ուղղակի չես հավատում, որ դա հնարավոր է, չես հավատում, որ դա կարող է տեղի ունենալ ուղղակի ֆիզիկապես, բայց դրանք փաստեր են տեղի են ունենում եւ դա մեր համակարգային ինստիտուցիոնալ խնդիրների արտահայտությունն է, որ մենք չունենք համապատասխան մեխանիզմներ, որ կանխարգելենք եւ էականորեն նվազեցնենք նման բաների, նման երևույթների տարածումը։ Համաձայն եմ պարոն վարչապետ, որ մենք այսպես ավանդույթով մեր խնամքի հաստատություններում միշտ ունեցել ենք խնդիրներ, բայց զուգահեռ կառավարությունը ունի եւ միջազգային ստանձնած պարտավորություններ ապա ինստիտուցիոնալացման մեխանիզմներ ներդնելու առումով, այսինքն այնպիսի մեխանիզմներ, որ մենք այդ հաստատություններից նախ եւ առաջ երեխաների մասով հանենք երեխաներին եւ ընտանիքին մոտ միջավայրում հնարավորություն տակ եւ այս առումով մենք ներդրել ենք խնամատարության ինստիտուտը, որը կարող եմ ասել, որ աննախադեպ այսպես լավ արդյունքներ ունի։ Մի քանի տասնյակից հիմա մենք վերջին տարիների ընթացքում այս պայծառությամբ ունենք շուրջ 185 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ովքեր որ խնամքի հաստատություններից հիմա դուրս են եկել եւ ապրում են կենսաբանական ընտանիքներում, այլ ընտանիքներում, այսպես ասած, ովքեր որ իրենց նաեւ երեխաների հետ միասին ապահովում են այդ երեխաների խնամքը, բնականաբար բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այնտեղ կան դրված վերահսկողության, մոնիթորինգի եւ այլնի, եւ մեր մեխանիզմները բավականին լավն են նաեւ միջազգային պրակտիկայի առումով, անգամ վերջերս մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուղերձով շնորհակալություններ հայտնել Հայաստանի կառավարության առաջնորդելու համար այս ռեֆորմը, դրան զուգահեռ մենք անկախ կյանքի կենտրոններ ենք
ստեղծելու։ Հիմա արդեն շինարարական աշխատանքները սկսվել են Մեծամոր համայնքում, մենք վերջերս հիմնարկեքի արարողությունը սկսեցինք, շինարարությունը ընթանում է, դա ինչ է լինելու, այդ ձեր նշած դեպքերը, նաև մեծահասակների հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ կլինեն, հաշվանդամություն ունեցող մարդիկ, խնդիր ունեցող մարդիկ կլինեն, այդ ցերեկային կենտրոնում կստանան ծառայություններ եւ մենք կկանխարգելենք, որպիսի իրենք մտնեն հաստատություններ, այսինքն ցերեկային ծառայությունը կստանան կենտրոնում, անկախ կյանքի կենցաղավարման հմտություններ կսովորեն, որից հետո կվերադառնան երեկոյան իրանց ընտանիք, նորից հաջորդ օրը կգան ծառայություններ ստանալու։ Այսպիսի մեթոդներով մենք գնալու ենք ապա ինստիտուցիոնալացման, որպեսզի կարողանանք մեր հաստատությունների վատ գետոյացված տրամաբանությունից դուրս գանք։ Դա լա շատ բարդ process արնելու, որը շատ մեծ մարտահրավերներ ա բերելու, բայց որ պետքա գնանք այդ ճանապարհով, կարծում եմ արդեն ոչ մեկս չենք կասկածում եւ ուղղակի ստեղել, էլի մարտահրավերներ են լինելու, եկեք չտրամադրվենք, որ այ հիմա այս որոշումը ընդունեցինք եւ ամեն ինչ լինելու է հարթ, չի լինելու հարթ եւ պետքա շատ ուշադիր լինենք, որ այդ անհարթությունները չլինեն ծանր հետևանքների բերող, այլ իրանք ընթացիկ աշխատանքային վիճակներով հնարավոր լինի կարգավորել։ Համեց։ Կարճ արձագանք, ասեմ, որ ինչպես այս ռեֆորմը, այնպես էլ մեր մյուս մեծ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած համակարգերի բարեփոխման մեր նախագծերը մենք անցումային փուլերով ենք իրականացնում, ազգային ժողովը առաջիկա ամիսներին սա հաստատելուց հետո մենք կրկին ինչպես անապահովության համակարգի պիլոտավորումը 2 մարզում արեցինք, ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատումը փուլային արեցինք, սա էլ ենք սկզբից անելու ենք առանձին 2 մարզում, մեր խնդիրներն ենք հասկանալու, տեսնելու ենք ինչ բաց թողումներ ունենք, հետո փուլ առ փուլ անցնելու ենք ամբողջ հանրապետությունում իրականացնենք։